Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Քարին դագի ջագադակիրը ժամանակավոր է, մենք մեր հայրենիքը չենք լքեր, Արմենակ Աբրահամյան։ Կլրանա Ձիձեռնագապերտի 100 ցեղասպանության զոհերուն նվիրված հուշահամալիրի բացման 58 դարին։ Շարլ Ազնավուր, հայկական արմատներով աշխարհահռչակ հերոս։ Երբ կհավատանք, Աստված մեզ ուղենիշ կդառնա, Մենուա Սողոմոնյան։ Այաս Արևմտյան Հայաստանի ոսկե նավահանգիստը ժամանակագից լուրություններու մեջ։ Քրքուրի թեփելերը անձանոթ կանց Արևմտյան Հայաստանի մեջ։ Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչը այցելեց Խաչատուր Աբովյանի դուն թանգարան։ Բաքվի մեջ սկսած է Ստեփանագերդի մեջ իբր ահաբեկչական փորձ կատարած Գարեն Ավանեսյանի դատավարությունը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան Western Armenia հեռուստաընկերության տված հարցազրույցին մեջ անդրադարձած է Քարին դագի պատմական թերին, ներկա վիճակին եւ հայ ժողովրդի իրավական ու ազգային պայքարին։ Ան հիշեցուցած է, որ անցամբ երկար տարիներ ծառայած է Շուշիի հատուկ ճակատներու մեջ եւ շատ լավ կճանչնա Քարին դագը։ Իմ զինվորներս շատեր Քարին դագի դղակն էին։ Գյուղը ծանր հարվածներ ստացավ, որովհետեւ Շուշիեն թուրք-ազերիական ուժերը մեծ վնասներ հասցուցին բնակչության։ Ըստ Արմենակ Աբրահամյանի այսօր Քարին դագը ժամանակավորապես կգտնվի ազերիական վերահսկողության տակ, սակայն այս վիճակը մշտապես պիտի չշարունակվի։ Մենք շատ լավ գիտենք, որ սա անցողիկ է։ Երբ 2 միլիոն ոչնչացված հայերու թափված արյան դիմաց հայությունը կշարունակե գոյատևել, ապա կնշանակե, որ ունի նաև ուժ պաշտպանելու հայրենիքի իրավունքը։ Ան նաև ընդգծեց, որ Արցախ-Հայաստան գաբը երբեք այսքան խորքային եւ գիտակցված չի եղած։ Դարիներ շարունակ որոշ կեղծ կազմակերպություններ փորձեցին հայ ժողովուրդը ներկայացնել իբրև անհայրենիք ազգ, բայց ինչպես կրնաս այդ բառը գործածել Արցախի մարդու նկատմամբ։ Արցախցին իր դունը, իր հողն ու իր հայրենիքը արյան գնով ջանցած է։ Ան պատրաստ է պաշտպանելու իր իրավունքը։ Արմենակ Աբրահամյանը խստորեն կնատադեց այն քաղաքական շրջանակները, որոնք կփորձեն Արցախը ներկայացնել իբրև Ադրբեջանի անբաժանելի մաս, անդեսել միջազգային իրավունքը։ Այդպիսի հայտարարությունները ոչ մեկ օրինական հիմք ունին։ Պատերազմեն ետք մեր ազգի գիտակցությունը փոխված է։ Ժողովուրդը վիրավորվեցավ, բայց չգոդրվեցավ։ Ինքս ալ եղած եմ վիրավոր զինվոր, բայց այդ վերքերը մեզ չգոտրեցին։ Անոնք մեզի սորվեցուցին, թե ինչ արժեք ունի հայրենի հողը։ Վիրավոր զինվորն ալ կգանքնի եւ կշարունակե պայքարը, որովհետեւ այս կռիվը միայն իր անձնական պայքարը չէ, այլ ամբողջ ժողովրդի գոյության պայքարն է։ Արցախյան ժողովուրդը այսօր ալ պատրաստ է պաշտպանելու իր հայրենիքը։ Արմենակ Աբրահամյանը նշեց նաև, որ Արևմտյան Հայաստանի հարցը, ազգային իրավունքները եւ հայրենիքի ազատագրության պահանջը պիտի շարունակեն մնալ հայության օրագարկին մեջ։ Մենք երբևէ չենք վախնար պաշտպանելու մեր դարածքները, մեր ընտանիքները եւ մեր ժողովուրդը։ Մեր պայքարը կշարունակվի Արցախեն մինչեւ Արևմտյան Հայաստան։ 1967 թվականի նոյեմբեր 29-ին բացվեցավ հայ ժողովրդի պատմական հիշողության ամենակարևոր գոտողներն մեկը Ձիձեռնագապերտի 100 թեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիրը։ Ան դարձավ առաջին pedagogan մագարտակով ցեվագերբված լուր, բայց հզոր հայտարարությունը մեծ եղերնի զոհերու հիշադակը հավերժացնելու եւ համասկային ցավը աշխարհին ներկայացնելու մասին։ Հուշահամալիրի կառուցման նախաձեռնությունը կապված է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով Զարոպյանի անունի հետ։ 1960-ական թվականներուն խորհրդային գաղափարախոսական սահմանափակումները շրջանցելով ան սկսավ ցեղասպանության 50-ամյակի միջոցառումներու կազմակերպման եւ հուշարձանի ստեղծման գործընթացը։ Զարոպյան անցամբ բանակցեցավ խորհրդային միության պարտասիջան պաշտոնյաներուն հետ, մեծ ջանքեր գործադրելով նախագծին արտոնությունը ձեռք բերելու համար։ Մրցույթով ընտրված ճարտարապետներ Արթուր Թարխանյանի եւ Սաշուր Քալաշյանի նախագիծը կհամադրեր 3 հիմնական դարեր՝ դեպի հավերժության գրակ խոնարհած 12 բազալտեսյուներ իբրև զոհերու տամբարան, վեր խոյացող հուշասյուն, վերածնունդի խորհրդանիշ եւ հուշաբադ իբրև հիշողության շղթա։ Շինարարությունը դարձավ համաժողովրդական շարժում գամավորներով, ուսանողներով եւ բազմաթիվ քաղաքացիներով։ Հուշահամալիրը պաշտոնապես բացվեցավ 1967 թվականի նոյեմբեր 29-ին։ Այսօր Ձիձեռնագապերտը կմնա հայ ժողովրդի միասնության, հիշողության եւ պատմական արդարության ժայռագույն խորհրդանիշը։ Շարլ Ազնավուրը այն արվեստագետներն է, որոնց անունը շատոնց անցած է երաժշտության սահմաններեն անտին եւ դարձած ազգային ինքնության խորհրդանիշ։ Հայ քաղաքական ընտանիքի մեջ ծնած, ան կարողացավ ոչ միայն նվաճել ֆրանսական շանսոնի բեմը, այլև փոխել աշխարհի ընկալումը հայ ժողովրդի մասին, հայկական անունը դարձնելով հնչեղ եւ դեսանելի։ Ազնավուրը մեծավ Փարիզի մեջ մանկուտենեն գլանելով արվեստը, թատերական ոգին եւ երաժշտությունը։ Իր ցայնը ամիջապես ճանցվեցավ, դարձավ հոգիի անգերց խոսք, սիրո, ցավի
Արցախի, Բայկարի եւ Հայրենիքի նվաճման նյութերով։ Ան ելույթ ունեցավ աշխարհի ամենամեծ փեմերուն վրա, գրավեց Քարնեգի սրահը, վաճառեց ավելի քան 200 միլիոն ցայնասկավարակ եւ դասվեցավ տարաշրջաններու ամենեն սիրված եւ աստեցիկ երկիչներուն շարքին։ Ան երբեք չխզեց իր գաբը արմատներուն հետ։ Ազնավուրը դարձավ օրինակ սերունդներու համար իր հաստատակամության, աշխատանքի բացառիկ մշակույթին եւ մարդկային բարձրության շնորհիվ։ Անգմերժեր արհեստական փառքը եւ գնահնդրեր մաքուր արվեստն ու անգեղծությունը։ Իր երկերը վերածվեցան գամուրջի, միացնելով աշխարհասփյուր հայությունը։ Այսօր, երբ կհիշենք Շարլ Ազնավուրը, կհիշենք ոչ միայն աշխարհահռչակ երկիչը, այլ նաև մեծ հայրենասերը, ով ապացուցեց, երբ կբահես արմատներդ, կկարողանաս դառնալ աշխարհահռչակ հերոս։ Հայացք Արցախին հաղորդման հյուրն է հայակվե քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Ան 5 տարեկան էր, երբ սկիզբ առավ Արցախյան շարժումը։ Ան մասնակցած է Վանաձորի մեջ տեղի ունեցած ցույցերուն եւ ելույթ ունեցած է բանջելով Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Այդտեղեն ալ սկսած է իր հետաքրքրությունը Արցախի նկատմամբ։ Ըստ անոր Բայկարը Արցախի համար կշարունակվի, հագարակ անոր, որ Արցախը հայաթափված է։ Միջերկրագանի ափին գտնվող հնագույն հայկական այասը միջնադարուն ջանցված էր որպես Արևմտյան Հայաստանի Գիլիգիա ոսկի նավահանգիստ կարևոր գանկար Մեդաքսի ճանապարհին։ 12-ին 14-րդ դարերուն այն դարձավ Գիլիգիան Հայաստանի ամենամեծ արևդրական կենտրոնը, ուր համագործակցություն ունեին վենեդիկցի եւ կենուացի վաճառականներ։ Այասեն աշխարհ դուրս կհանվեր Մեդաքսը, համեմունքներ եւ թանկարժեք ապրանքներ։ 1347-ին քաղաքը նվաճեցավ մամլուքներու կողմէ եւ աստիճանաբար գործընծուց իր դերը։ 1915-ին անցած է Օսմանյան վերահսկողության տակ եւ վերջին հայերը այս ափերեն հեռացած են 1921-ին։ Այսօր Այասի միջնադարյան ամրոցի մնացորդները կանգնած են ժամանակակից Յումուրթալեքի գողքին, որպես վերջին վգաները հայկական ծովային պարկի։ Արևմտյան Հայաստանի սրդին մեջ Գարինի, Էրզրումի նահանգի անդարախիտ լեռներուն մեջ կբարձրանա կրկուր լերը հայկական լեռնաշխարհի քիչ ուսումնասիրված, բայց պատմական եւ բնապատմական մեծ արժեք ունեցող գագաթներեն մեկը։ Լերը գարանցանա իր խիտ անդարաբադ լանջերով եւ վայրի բնության հարուստ բազմազանությամբ։ Դարածքը տարե շարունակ եղած է հայկական բնակչության բնական միջավայրը արոտավայրերով, անդարային կոդիներով եւ ռազմավարական բարձունքներով։ Կրկուր լերը կհիշվի նաեւ դեղաբնիկ հայերու կողմէ իբրև հանգրվան, որսադեղ եւ բնության երկրպագության վայր։ Այսօր լերը կգտնվի Թուրքիո բնակրավման տակ, սակայն կշարունակե մնալ հայկական լեռնաշխարհի պատմական ու աշխարհագրական ամբողջականության անբաժանելի մասը։ Կրկուր լերը, ինչպես Արևմտյան Հայաստանի բազմաթիվ այլ բարձունքներ, կպահպանե լուր պատմությունները, երբեմնի հայաբնակ գյուղերու, լեռնային արահետներու եւ բնության հետ խաղաղ համագեցության մասին։ Օրերս Երևանի մեջ Արևմտյան Հայաստանի մեր ներկայացուցիչը այցելեց ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության եզակի օջախներեն մեկը Խաչատուր Աբովյանի դուն թանգարանը, ուր արժանացավ չերմ ընդունելության թանգարանի դնորենին եւ անցագազմին կողմէ։ Թանգարանի դնորենը ներկայացուց Խաչատուր Աբովյանի ավելի քան 3 տարյա դոհմին պատմությունը, անդրադարձավ ժամանակաշրջանը բնութագրող պատմամշակութային արժեքավոր իրերուն եւ մանրամասը խոսեցավ հայ մեծանուն լուսավորիչին կյանքին այն դրվագներուն մասին, որոնք հանրության մոտ ավելի քիչ են։ Ան նաև շեշտեց Վերք Հայաստանի վեբին խորքային նշանակության մասին։ Հիշեցնենք, որ Խաչատուր Աբովյանը 19-րդ դարու հայ մեծանուն գրող, մանկավարժ, բանակետ, ազգագրագետ եւ հայագետ էր։ Անոր Վերք Հայաստանի ողջ հայրենասերի պատմական վեբը կտասվի հայ ազգային ոչ նյութական ժառանգությունը մարմնավորող մեծագույն ստեղծագործություններուն շարքին, ինչպես Մովսես Խորենացիի հայոց պատմությունը եւ Գրիգոր Նարեգացիի մադյան ողբերգությունը։ Բռնակրաված Ստեփանագերդի մեջ 2025 թվականին իբր հարձակման համար ցերպակալված հայազգի Գարեն Ավանեսյանի դեմ քրեական գործը ղրկված է դատարան, կդեղեկացնի Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ գործը կվերապերի 2025 թվականի սեպտեմբեր 14-ի միջադեպին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցներուն 1967 թվականին ծնած Գարեն Ավանեսյանը իբր ինքնացիկով փորձած է մոդենալ Ստեփանագերդի մեջ ընթացող միջոցառման վայր, ապա իբր անկիդակցաբար հրազենով անկանոն գրակ բացած է մոդեցող ոստիկաններուն ուղղությամբ, որ մե ետ կանոնց վրա նետած է ցերկի նռնակներ։ Գարեն Ավանեսյանին մեղադրանք առաջադրված է Ադրբեջանի քրեական օրենսգիրքի շարք մհոտվածներով, մինչդեռ Ստեփանագերդ քաղաքը բռնակրաված է Բաքվի իշխանություններուն եւ անոնց ոստիկանության կողմէ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։